Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Համեցեք պարոն Թորոսյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, մի կարճ հարց ճշտող պարոն Պողոսյանին եւ մի առաջարկ մեր պետեկամուտների կոմիտեի գործընկերներին։ Պարոն Պողոսյան, դուք մի կարևոր առաջարկ նշեցիք, որ մենք ենք անելու ազգային ժողովի գործընկերներին, որ ներառեն դա ընտանիքի անդամների միջև այդ փոխանցումները չներառելն է, ճիշտ եմ հասկանում, ու բայց նշեցիք, որ կենցաղային այդտեղ կա սահմանաչափ, այսինքն եթե օրինակ կինը ամուսնուն 50 միլիոն դրամ փոխանցել է, ամուսնն էլ կնոջ հետ այդ 50 միլիոնը կամ չգիտեմ 30 միլիոնը հետ է փոխանցել, դա համարվում է կենցաղային, թե ինչ որ սահմանաչափ կա, որտեղ այդ եկամուտների մի ճնշող մեծամասնությունը դա կարող է լինել որոշ քաղաքացիների մոտ, եւ երկրորդը մենք հարմարավետությունից խոսելիս հաճախ դետալների ուշադրություն չենք դարձնում, ես որպես այդ 130,000-ից մեկն եմ հիմա էլի սա առաջարկում, երբ որ դու մի ստորագրությունով հաստատում ես, դու մի հատ էլ առանձին դիմում պետք է ներկայացնես, որ սոցիալական կրեդիտը ստանաս, նույնիսկ այն պարագայում, երբ որ այդ հաշիվը արդեն կախված է։ Ես խնդրում եմ մեր ՊԵԿ-ի գործընկերներին այդ երկրորդ գործընթացը պարզապես ավտոմատացնել, որտեղ եթե ես արդեն ունեմ իմ վրա դուրս գրված սոցիալական կրեդիտ, ես նորից դիմում չներկայացնեմ թեկուզ այդ նույն համակարգում։ Շնորհակալություն։ Պարոն Թորոսյան, շնորհակալություն հարցի համար։ Մտադիր ենք հետևյալ երկու նախապայմանը սահմանել միայն։ Առաջին, որ փոխանցումները լինեն ընտանիքի անդամների միջև, ընդ որում փոխանցում ասելով երևի տպավորություն կստեղծի, որ խոսքը միայն դրամական փոխանցումների մասին է, բայց ոչ, մտադիր ենք այլ ձևերով, օրինակ բնամթերային ձևով փոխանցումները նույնպես ներառել այս կանոնի տակ, եւ երկրորդ նախապայմանն այն է, որ փոխանցվելիքը լինի նվազեցվող, հարկման ոչ ենթակա եկամուտ, որովհետեւ եթե խոսքը հանկարծ լինի ընտանիքի անդամների միջև հարկվող եկամուտներ փոխանցելու մասին, այստեղ պետք է հիշել, որ հայտարարագիրը միևնույն ժամանակ եկամտային հարկի հաշվարկ է, եւ եթե ընտանիքի անդամները մեկը մյուսին օրինակ կարող են ելնել այդպիսի դեպքեր, վարձակալական վճար տեսակի եկամուտ վճարի, որը հարկվող եկամուտ է ինքնին, բնականաբար սա ոչ միայն հայտարարագրվող է լինելու, նաեւ հարկվող է լինելու, իսկ հարկման համար պետք է հայտարարագրել, այսինքն ամփոփելով երկու պարոն Պողոսյան, այսինքն ընտանիքի երկու անդամները կան նաև աշխատանքային հարաբերություններ ունենան։ Այսինքն եթե խոսքը նրա մասին է, որ ենթադրենք երեխային, ծնողին, կնոջը կամ ամուսնուն գումար է տրվում ինչ որ, չգիտեմ, ինչ որ իր գնելու համար, դա մեկ ասենց տենից հարկման ենթակա գումար չի, որտեղ հիմա գրում ենք դա, պարոն, հիմա գրվում է դա։ Դե հասկանում եք, էլի մենք համակարգ ստեղծել ենք, այո, նաև վարչական լծակ կիրառելով այդ համակարգ սկսել ենք աշխատեցնել, այդ համակարգը մեզ համար մեծ տվյալ է գեներացրել։ Մենք հիմա այդ մեծ տվյալը վերլուծում ենք եւ տեսնում ենք, որ սա կարողա չլինի, նա կարողա չլինի, նա կարողա չլինի, թեթևացնում ենք համակարգը, որ եւ լուծում ենք երկու խնդիր։ Առաջինը, որ մենք համակարգը ստեղծում ենք, դա այլևս կայացած փաստ է, եւ երկրորդը այնպես ենք անում, որ բոլորը առանց բացառության բոլորը լրացնում են հայտարարագիր, ակտիվ կամ пассив, եւ երրորդը մաքսիմալ հարմարավետ ենք դարձնում մարդկանց համար։ Խնդրեմ, համեցեք, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, պարոն Պողոսյան, դուք նշեցիք, որ եթե համաձայնություն է տալիս անձը, ապա ֆինանսական կառույցները ինքնաշխատի եղանակով տեղեկությունները կփոխանցեն հայտարարագրման համակարգին։ Կարող ենք այնպես նախատեսել, որ դա մեկ անգամ արվի, ոչ թե բոլոր տարիների հայտարարագրերի համար, որ եթե ես այս տարվա համար հայտարարագրում գրել եմ, որ ես համաձայն եմ, որ ֆինանսական կառույցներից ստացվեն ինձ վերաբերելի տվյալները, ստիպված չլինեմ ամեն տարվա հայտարարագրման ժամանակահատվածում նորից մտնել եւ նորից այդ հաստատումը տալ։ Պարոն Խաչատրյան, այդպես էլ մտադիր ենք, այդպես ենք նախատեսել, ընդ որում եկամտատեսակների տարբերակում չենք դնելու, այսինքն չենք առաջարկելու, որ օրինակ ավանդի գծով հաշվեգրվող տոկոսի մասով տեղեկատվությունը տալ, բայց վարկերի գծով տեղեկատվությունը չտալ։ Մենք սրան նայում ենք որպես հավաքական երևույթ, այո, մեկ անգամ այդ համաձայնությունը կստացվի եւ կգործարկվի։ Պարոն վարչապետ, իսկապես շատ ավելի հարմարավետ ենք դարձնում մարդկանց համար այս համակարգը,
բայց դե տենց հիմա կարող է հավելյալ ջանք գործադրենք եւ մի քայլ էլ անենք։ Ես բարձրացնեմ խնդիրը, ինչքան որ շատ տարածված է ընտանիքի անդամների միջև այդպիսի փոխանցումներ։ Հազվադեպ չեն նաեւ ընկերների միջև, ինչ որ անձանց քանակ, որտեղ չեմ բարձր խոսքը մեծ գումարների մասին այստեղ չի կարող լինել։ Հիմա մի միտք ուղղակի քննարկումը լսելիս միտքը առաջացավ, գուցե շատ խոցելի լինի առաջարկածս։ Եթե նույն գումարը, նույն 100,000 դրամը անձից ինչ որ ժամկետի մեջ, ամիսա, տարվա կտրվածքով երևի նույն 1 միլիոն դրամ, եթե նույն անձից գնում է նույն անձին եւ հետո հետա գալիս առանց տոկոս, առանց բան հավելյալ եկամուտ չի գեներացվում եւ ըստ այդմ հարկման աղբյուր չի։ Գուցե էլ կարանանք անձերով իդենտիֆիկացնի համակարգը, եթե Պողոսից գնաց Պետրոսին, Պետրոսից հետ եկավ Պողոսին, բան չկա լրացնելու։ Դե կենցաղային բան է, կարող է շատ ապատով մարդկանց մոտ։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, առաջարկի համար իրապես հաճախ հանդիպող երևույթ է մտերիմների շրջանում, բայց ձեր թույլտվությամբ ես առաջարկում եմ, որ մենք որոշ ժամանակ անց այս քննարկմանը մոտենանք, ինչու, որովհետև օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է կառավարությանը իրավասություն վերապահել, սահմանելու այն եկամուտների տեսակները, որոնք բնույթով նվազեցվող կլինեն եւ հայտարարագրման ենթակա չեն լինի, եւ նաեւ այն եկամուտների տեսակները, որոնք որոշակի շեմից բարձր լինելու դեպքում միայն հայտարարագրման ենթակա կլինեն եւ այս իրավական հենքը մենք հենց առաջարկում ենք ապահովել հենց նմանատիպ երևույթները կարգավորելու համար։ Այսինքն մենք կնախապատրաստենք այս քննարկումը, կկայացվեն համապատասխան որոշումներ եւ արդեն կառավարության որոշման մակարդակում կլինեն նոր հավելյալ լուծումներ։ Այսինքն, պարոն Միրզոյան, ձեր ասած խնդիրը օրենքի ընդունումից հետո կդառնա կառավարության որոշմամբ լուծելի հարց, եթե քննարկենք, որոշենք, որ լուծում ենք այդ հարցը կամ դա ոչ թե լուծում ենք այդ հարցը, այլ ընդունելի է։ Այսինքն մենք կգնանք այդ տրամաբանությամբ եւ դա, որովհետեւ արդեն ոնց որ թե ոտք ենք դրել այդ ճանապարհին եւ կգնանք այն տրամաբանությամբ, եթե այլ բան չպարզվի, որովհետեւ հասկանում եք, շատ կարեւոր է, որ տվյալների վերլուծության հիման վրա մենք որոշումներ կայացնենք, որ չհարկվող եկամուտները, որոնք այսպես թե ինչպես դուք ասացիք, նվազեցվող եկամուտները, որոնք այսպես թե այնպես չեն հարկվելու, այդ եկամուտները հայտարարագրելու անհրաժեշտություն չառաջանա։ Այսինքն մենք հայտարարագիրը պետքա օպտիմալացնենք այնքան, որ հայտարարագրելու անհրաժեշտություն լինի հարկվող եկամուտ։ Եթե մարդը sense թե նենց հայտարարագրես թե չհայտարարագրես, մեկը հարկ չի վճարելու դրա դիմաց, հետեւաբար կարող է, բայց ես չեմ բացառում, որ կարան դեպքեր ել եմ ասում, դա կարևոր է, որ փորձագիտական մակարդակով մեծ տվյալների վերլուծության արդյունքում մենք հենց տեսնենք ինչ այդպիսի միջև հիմա հայտարարագրված դեպքեր կան։ Այդ դեպքերը այլ հարթակներում մեզ ինչ ինֆորմացիա են տալիս, դրանք կարևորություն ունեն այդ առումով թե չունեն, նոր կայացնենք այդ որոշումները։ Այսինքն մեր խնդիրը չի պրոբլեմներ ստեղծել, մեր խնդիրն է պրոբլեմները լուծել։ Իհարկե որոշ դեպքերում պետք է մի քիչ ստեղծենք, որ հետո լուծենք ու ծանուցենք։ Շատ լավ։ Խնդրեմ այլ հարցեր, դիտարկումներ, դուք բան ունեք ասելու։ Շնորհակալություն պարոն Թորոսյանի առաջարկի հետ կապված ուղղակի ուզում եի նշել, որ մենք հիմա եւ բջջային հավելվածի եւ կայքի ավելի մատչելի դարձնելու տեխնիկական առաջադրանք արդեն մշակել ենք, որտեղ նաեւ հաշվի ենք առել ձեր առաջարկը, որ առանց լայացուցիչ գործողությունների հետ ստանան։ Բայց երևի պիտի խնդրենք ֆինանսների նախարարությունը եւ ՊԵԿ-ը նորից իրազեկեն, որովհետեւ մարդիկ ավելորդ այժոտաժի մեջ են, ինչ որ սկսվել է կանխիկ շրջանառությունը մեծանալ, բացարձակ անիմաստ գործողություններ են։ Մենք խոսում ենք եկամուտների մասին, ոչ թե փողային շրջանառության, բայց երևի լավ տեղ չենք հասցնում ու մարդիկ դա անցալում են այլ կերպ։ Այն ինչ որ պարոն Միրզոյանը ասաց, այո։ Մարդիկ ճիշտ որոշ դեպքերում ճիշտ էլ անցալում են։ Օրինակ, ասենք եթե նախկինում ծառայության դիմաց օրինակ Վարշավիրը կամ այլ ծառայություններ մատուցող քարտից քարտ փոխանցումով ընդունում էր, հիմա ասում է քարտից քարտ մի տվեք, որովհետև հարկ պետք է վճարենք։ Այո, հարկ պետք է վճարեք։ Հարգելի սիրելի քաղաքացիներ, մենք բոլորս պետք է հարկ վճարենք, որովհետև երբ որ այդ Վարշավիրանոցից դուրս եք գալիս, այնտեղ որ
ոչ թե բանա, ոչ թե գրունտա եւ ասենք ենթադրենք բլուր, ոչ թե բլուրա 5 մետրանոց եւ կողքն է 4 մետրանոց փոս դրանից այն կողմ ինչ որ բան, դա այդ վճարած հարկերի միջոցով է արվում։ Եվ մենք սրա մասին ի վերջո պետքա բան անենք։ Ես մեր քաղաքացիներին անդադար եմ ասում։ Գնում ենք բնակավայր ու քաղաքացիների հետ շփվում ենք, այսօր Հայաստանում հազարավոր չլուծված խնդրեմ կա։ Բան ճանապարհի, դպրոցի, մանկապարտեզի, չգիտեմ, լուսավորության, ամեն ինչի մասին։ Ասում եմ կա, ինչքանի ծախս կլինի մոտավորապես, ասենք գյուղում, թաղում եւ այլն, կլինի 1 միլիոն դրամի, շատ 2 միլիոն, 3 միլիոն, 5 միլիարդ, 10 միլիարդ կլինի այդքան։ Ասում եմ հիմա եկեք ես ու դուք, ես էլ, դուք էլ հետ գնանք տեսնենք մեր այդ համակարգի ներդրմանորից քանի անգամ ենք մենք խանութից դուրս եկել առանց ՀԴՄ կտրոն վերցնելու։ Քանի անգամ ես ինքս, որովհետև մենք մտածել ենք խանութի տիրոջ լավություն ենք անում։ Բայց այդ 50 միլիարդ դրամն է, որ մեզ թվում է, բայց 50 միլիարդ դրամ ո՞նց է ձևավորվում։ Ձևավորվում է տասնյակ հազարավոր քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոնի միջոցով գեներացվող վճարվող հարկերից։ Եվ այս տրամաբանական կապերն են, որ մեր մոտ խզված են, որովհետև ել եմ ասում, մենք պետությունը ասում ենք դե բան է, էլի սուլթանի փողն է, էլի, կամ շահի փողն է, էլի, կամ ցարի փողն է, էլի։ Որ ձեր փողն է, սիրելի քաղաքացիներ, ձեր փողն է։ Եվ այդ փողերով է, որ լուծվում է դպրոցի, մանկապարտեզի, անվտանգության եւ այլնի, բա որ ասում եմ կենացը, առողջության, այո, այս առողջապահության ապահովագրություն ենք մտցնում, որ կենացը, որ զինվորը էս ունեն, իսկ ինչ որ չունի եւ չի ունեցել զինվորը, այդ չունեցածը բոլոր այդ չվերցրած եւ չպահանջած, չտպած ՀԴՄ-ների մեջ է մնացել։ Այս է կենացի եւ ոչ կենացի տարբերությունը, որտեվ եթե մի դեպքում ոտի վրա կենաց խմում ենք, բայց այդ գնաց օղու ՀԴՄ-ն չենք վերցնում, ստեղա, այս նեղ արանքում լուծվում այդ բոլոր հարցերը։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, եթե sense խնդիր կա, որը կա բացահայտորեն, միգուցե երկարաժամկետ ինֆորմացիոն արշավ ձեռնարկենք հանրային բոլոր միջոցներով, որպեսզի այդ տրամաբանական կապը հստակորեն հանրությանը բացատրենք պետական ծառայությունների մատուցման եւ հարկահանության միջև, որովհետեւ փաստորեն տեղ չի հասնում կամ ջանքեր չեն գործադրել։ Գիտեմ, տարական բան եմ ասում, բայց միգուցե պարզապես պետքա դա 1, 2, 3 տարի անել, որովհետեւ առանց դրա չի ստացվում փաստորեն։ Պարոն Սինանյան, ինչ որ ես հիմա ասեցի, 2025 թվականին Հայաստանի 48 հանդիպում եմ ես ունեցել Հայաստանի տարբեր համայնքներում, կրթվել են նորաձև շարժման շրջանակներում, որտեղ հազարավոր մարդիկ են, չեմ հիշի թիվը, լավ բան չասեմ, այս նախադասությունը իրականում մեջբերում է այդտեղից, երբ որ ընդ որում գյուղերում, քաղաքներում, ամենտեղ եւ այո, հիմա կառավարության նիստում ինչ եմ ձեր ժամանակը ծախսում, այդքան ասում կամ ինչ ենք ծախսում, էս էլ է արշավ, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ ենք անում եւ ինչի համար ենք անում, է շատ կարեւոր հանգամանք է եւ այո, համաձայն եմ, բայց դա մենակ ուրիշներին չէ վերաբերվում, դա մեզ էլ է վերաբերվում, որովհետեւ ես օրինակ ձեզ ուրիշ բան ասեմ, այս համակարգում այդ թվում իմ անձնական փորձով մենք խոցեր ենք հայտնաբերել։ Ես օրինակ մի անգամ բանի օրը, ինչ օր էր, գիրք նվիրելու օրը գնացի գրախանութից գիրք գնեցի բանով, քարտով։ Եվ քարտի այդ երբ որ անկանխիկ ես վճարում, թուղթ սովորաբար տալիս են։ Մեկ էլ մտքովս անցավ, հետո ինձ համար պարզեցի, որ այդ թուղթը ՀԴՄ չի։ Եվ մեր համակարգը այնքան ինտեգրված չի, որ քարտով վճարելու դեպքում միանգամից ՀԴՄ գեներացվի։ Հիմա այդ հարցը լուծելու ճանապարհին հասել ենք միտեղ։ Այսինքն սենց բաներ կա, որ ասենք իրազեկումը, բայց թուղթը վերցրել եմ եկել,
Հետո մտքովս անցե, բայց մի րոպե, սա ՀԴՄ-ը է, թե ՀԴՄ չի։ Հետո անակնկալ բարձել են, որ դա ՀԴՄ չի։ Ինչ են կարել, ինչ են անում։ Ծրագրային լուծումներն ենք հիմա նախատեսում եւ օրենսդրական փոփոխությունները շուտով կներկայացնենք։ Այսինքն այն որ մեզ թվում էր թե անկանխիկ ստվեր չի կարող լինի, հանկարծ մենք մեզ համար արձանագրում ենք որ անկանխիկն էլ կարող ստվեր լինի։ Չէ, բայց այնուամենայնիվ, բանկային գաղտնիք կա, էս կա, այն կա։ Ամեն դեպքում դա խնդիր է, որը մենք պետքա լուծենք։ Շատ լավ։ Կան այլ դիտարկումներ հարցի վերաբերյալ։ Իրազեկում, այո, ամեն ինչի մասին, մեր բոլոր քաղաքականությունները, այս որոշման մասին, հնարավոր փոփոխությունների մասին, եւ մենք էլ պետք է իրազեկվենք խնդիրների մասին, որպեսզի, այո, կարող լինեն իրավիճակներ, որ մեզ թվում է, որ շատ կարեւոր է, դա պետք է լինի, բայց կարող է պարզի, որ այդ հանենք այդ պահանջը ոչ մի վատ բան տեղի չի ունենա, ընդհակառակը ավելի հեշտ կլինի եւ ավելի ընկալելի կլինի մարդկանց համար։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։